Թանկագիններս Աստվածորդնի բոլորիդ եւ ձեզ նույնպես դուք կարող եք նստել։ Մեծ պատիվ եւ արտոնություն ունեմ կանգնելու ձեր առջեւ եւ ծառայելու Տիրոջ խոսքով, ինչը ինձ համար վստահորեն մեծ պատիվ է եւ նաեւ մեծ արտոնություն է Տիրոջ ժողովրդին ծառայելը, ինչի համար շնորհակալ եմ ձեր հովիվներին, հրավերի համար եւ փառք եմ տալիս Տիրոջը այն արտոնության համար, որ գտել եմ Տիրոջ աչքերում։ Բայց ամեն ծառայություն, որ մենք իրականացնում ենք, անկախ նրանից խոսքի ծառայությունա, թե դրան մոտ ժպտալով մարդկանց դիմավորում ենք, կարող է փառավորել մեր Աստծո անունը։ Անկախ նրանից, թե Տերը որտեղ է մեզ տնկել, անձամբ ես ամենաշատը չեմ սիրել շատ մարդկանց առջև խոսել։ Անձամբ ես ամենաշատը փախել եմ այսպես բեմերի վրայից խոսելուց։ Իմ նախընտրելի բանը եղել է, որ ասենք, եթե Տեր ջան, թույլ տաս քո համար դուռը կբացեմ քո տան եւ կփակեմ, որ մարդիկ ներս գան։ Բայց Տերը այդպես է հարմար գտել եւ ինձ դրել է այստեղ։ Եվ հիմա ես հավատում եմ, որ Տիրոջ Սուրբ Հոգին իր օծությունով եւ զորությունով կհպվի ամեն մեկից սրտին, մխիթարելով, բարձրացնելով եւ զորացնելով։ Այն խոսքը, որ Տերը դրել է իմ սրտում, որով կիսվելու եմ ձեզ հետ, կոչվում է արդյոք հավատք կգտնեմ։ Ղուկաս ավետարանի 18-րդ գլխի 8-րդ խոսքում Տեր Հիսուսը ասում է հետևյալը. ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանե նրանց համար, սակայն մարդի որդին գալիս, արդյոք հավատք կգտնի երկրի վրա։ Սիրելիներ, այս հարցը Հիսուսն է տալիս։ Եվ Հիսուսը ոչ մի անիմաստ հարց երբևէ չի տվել։ Տերը ասում է, որ ինքը գալու է։ Ես իհարկե հավատում եմ, որ մենք ապրում ենք վերջին օրերի մեջ, գոնե այն պատճառով, որ Տիրոջ գալուստը մեզ ավելի մոտ է, քան առաքյալներին, համաձայն եք։ Նրանք էլ 2000 տարի առաջ ասում էին, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Հիմա մեզ անհամեմատ ավելի մոտ է, գոնե 2000 տարով։ Ես չգիտեմ, թե Տերը երբ կգա եւ որևէ մեկը չգիտի դրա մասին։ Բայց Տերը մի բան ասում է, որ ինքը գալու է։ Տերը հաստատ գալու է։ Եվ այնքան կարևոր է, որ մենք լինենք մարդիկ, որ սպասում են Տիրոջ գալուստին։ Գիտեք, այս վերջերս ես շատ եմ ուշադրություն դարձնում, որ մենք ուզում ենք, որ այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք, ինքը այսպես կատարյալ իդեալական երկիր լինի, ամեն օրհնություններով, ամեն առատություններով, ամեն մարդ էլ այդպես է ուզում օրհնված երկրում ապրի։ Բայց մի բան ասեմ, քանի դեռ Հիսուսը չի եկել, երկրի երեսին այդպիսի երկիր չկա եւ չի էլ կարող լինել։ Միայն Տեր Հիսուս Քրիստոսի արքայությունը, որ ինքը կհաստատի, այդ արքայության մեջ լինելու է այն երանելի վիճակը, այն ցանկալի վիճակը, որի մեր հոգին ամեն ժամանակ ձգտում է։ Եվ դրա համար լավ է, որ մենք սպասենք Տիրոջ գալուստին։ Ոչ թե տեղավորվենք այսպես թևերով հարմարվենք այս երկրի մեջ, մի քիչ էլ որ լավ տեղավորվենք, ասենք, այ Տեր ջան, կլինի մի քիչ ուշ գա, սենց վայելեմ այս աշխարհը, ոչ, այլ փափագենք Տիրոջ գալուստին, որտեվ Տերը իրականում նայում է։ Մենք սպասում ենք իր գալուստին, թե հենց այնց մեկ այդ մասին խոսում ենք։ Եվ հիմա Տերը ասում է մի շատ կարևոր բան։ Առաջինը ինքը ասում է, որ ինքը գալու է եւ դա բացարձակ ճշմարտություն է, եւ երկրորդը ինչի մասին խոսում, ասում է, արդյոք իմ գալու ժամանակ ես երկրի վրա հավատք կգտնեմ։ Գիտեք, սրանք շատ զարմանալի խոսքեր են։ Գիտեք, եթե մենք մտածենք հավատացյալների մասին, որովհետև առաջին անգամ, երբ որ ես խոսքերը ես լսեցի, նոր էի ապաշխարել, դե նոր չգիտեմ, քանի ամսվա ապաշխարած էի, ուսուց նայում եմ կողքերս, ասում եմ, ինչ է խոսում այս քարոզիչը, ոնց թե հավատք կգտնեմ։ Ասի Տեր ջան, եթե այս նստածներից ոչ մեկի մեջ հավատք չգտնես, իմ մեջ հաստատ գտնելու ես։ Այնքան համոզված, մի քիչ Պետրոսի նման։ Հետո երկար մտորում է, ասում է, բայց Աստված ջան, ինչ հավատքի մասին ես դու խոսում, որովհետև եթե խոսքը գնում է Հիսուսին հավատալ չհավատալու մասին, մենք վստահաբար գիտենք, որ այդպիսի մարդիկ երկրի վրա Տիրոջ գալուստի ժամանակ լինելու են։
Տերը ինքն է ասում Մատթեոս 24-րդ գլխում, որ լինելու են մարդիկ, ովքեր իրեն հավատում են, եւ ինքը իրեն այդ մարդկանց անվանում է իր գառները։ Եվ ասում է, ես իմ գառներին իմ աջ կողմը կնստացնեմ, հայրը կնստացնի իր աջ կողմը, կընտրեմ իմ գառներին, այսինքն մարդիկ, որ հավատում են Հիսուսին, լինելու են։ Այդ դեպքում որ հավատքի մասին է խոսում Տեր Հիսուսը, որ ասում է, արդյոք կգտնեմ երկրի վրա հավատք։ Մի անգամ մեր Տեր Հիսուսը Հեթանոս հարուրապետի մեջ ավելի մեծ հավատք տեսավ, քան ողջ Իսրայել ժողովրդի մեջ։ Եվ դա նրան զարմացրեց։ Կարծում եք Հիսուսին զարմացնելը հեշտ է։ Տերը նայում է այդ հարուրապետին, այդ պատմությունը կկարդամ Ղուկաս ավետարանի 7-րդ գլխում է գրված։ Ասում է Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա։ Խոսքը գնում է մի Հեթանոսի մասին, որը իր մանկությունից չի լսել Իսրայելի Տեր Աստծո մասին, չի լսել մեր Աստծո մասին, որովհետև Իսրայել ժողովուրդը մանկությունից սերնդեսերունդ պատմում էր իր սերունդներին, թե ով է իր Աստվածը, ինչպիսի զորավոր մեկն է իր Աստվածը, թե ինչեր է արել, որովհետև Տերը ասում էր, պատմեք ձեր սերունդներին, որ ճանաչեն ինձ։ Եվ Իսրայել ժողովուրդը մի ժողովուրդ էր, որ պիտի իր Աստծուն ամենալավը ճանաչեր, պիտի իր Աստծուն բոլորից լավ ճանաչեր, բայց հիմա Հիսուսը հանդիպում է մի Հեթանոս հարյուրապետի, որը իսրայելացի չի, մանկուց չի լսել Իսրայելի Աստծո մասին, բայց ավելի մեծ հավատք ունի, քան ասում է ողջ Իսրայելի ժողովուրդը, եւ սա մեր Տիրոջը զարմացնում է։ Հիմա եկեք այս պատմությունը ընթերցեմ։ Սա պատմությունն է այն մասին, որ մի հարյուրապետ մարդիկ է ուղարկում Հիսուսի մոտ խնդրանքով, եւ դրանք պատվավոր մարդիկ են, որ գա իր ծառային բժշկի, ասում է Տեր, իմ ծառան անդամալույց տանջվում է, խնդրում եմ եկ եւ բժշկիր նրա։ Եվ Հիսուսը ասում է կգամ, որովհետեւ ժողովուրդը ասում են շատ լավ մարդ է, շատ կարքին մարդ է, ինքը ճիշտ է հրեա չի, բայց ինքը շատ լավն է, ինքան բարի բաներ արել մեր ժողովրդին, արժանի է, որ դու իր խնդրանքը անես։ Եվ Հիսուսը ասում է կգամ, եւ գնում է։ Եվ հիմա տեսեք ինչ է տեղի ունենում այս պատմության մեջ։ 6-րդ խոսքից Ղուկաս 7-րդ գլխի։ Եվ Հիսուսը նրանց հետ գնաց, երբ որ նա տնից տակավին հեռու չէր, հարյուրապետը բարեկամներ ուղարկեց նրա մոտ եւ ասեց նրան. Տեր, մի հոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Նրա համար ես իմ անձն էլ արժանավոր չհամարեցի քեզ մոտ գալու, այլ խոսքով ասիր եւ ծառաս կբժշկվի, որովհետեւ ես էլ իշխանության տակ դրված մարդ եմ, որ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ եւ սրան ասում եմ գնա եւ նա գնում է եւ ուրիշին եկ եւ գալիս է եւ իմ ծառային այս բանն արա եւ անում է։ Եվ Հիսուսը այս լսելով զարմացավ նրա վրա եւ դարձավ իր ետևից գնացող ժողովրդին, ասեց. ասում եմ ձեզ, թե Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա։ Իսրայելը պիտի ճանաչեր իր Տիրոջը եւ պիտի իմանար ինչ է նշանակում, երբ Աստված խոսք է ասում, բայց Իսրայելը մոռացել էր այդ մասին։ Իսկ մի Հեթանոս հարյուրապետ ասում է, ես հասկանում եմ, թե ինչպիսի զորությունով ես դու օժտված, Հիսուս։ Ես հասկանում եմ, որ երբ որ դու խոսք ես ասում, տիեզերքը չի կարող այդ խոսքին հակառակ կանգնել։ Եվ ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես, սա այնպես չի, որ ինքը չի ուզում, որ Հիսուսը իր տուն մտնի, ավելի քան ուզում է, բայց այնքան խոնարհ սիրտ ունի, որ ասում է ես անգամ արժանի չեմ, որ դու գաս, բայց ես գիտեմ, թե ով ես դու, գիտեմ, թե ով ես դու եւ ինչպիսի զորություն ունես, եւ բավական է, որ դու մի խոսք ասես, եւ Տերը ասում է, որ իր ընտրյալ ժողովրդի մեջ այսպիսի հավատք չգտավ։ Ինչի եմ ասում, որ սա շատ զորավոր մի բան է, որպեսզի պատկերացնես, արի այսպես ասեմ, թող դա չլինի քո բարեկամը, բայց լինի շատ սիրելի մի մարդ քեզ համար։ Այստեղ իր ծառաներ, ընդեղ էլ թող լինի քո համար մի թանկագին մարդ, եւ Աստված չանի իհարկե, բայց պատկերացրու, որ քո թանկագին սիրելի մարդկանցից մեկը շատ վատ վիճակում հիվանդ է, եւ Հիսուսը ֆիզիկապես այստեղ է, երկրի վրա է, ու դու գիտես որտեղ է։ Ու դու հնարավորություն ունես իրան հրավիրելու ու ինքն էլ չի մերժում քո հրավերը, ասում է կգամ։ Ով է մեզանից,
որ երբ որ իմանա, որ Հիսուսը արդեն մոտենում է իր տանը, այս հարապետի նման կասի, Տեր, պետք չի, որ դու գաս միայն մի խոսք ասիր։ Կա տենց մարդ, մենք բոլորս կսպասենք մինչև Հիսուսը գա, աղոթի, անի ինչ որ պիտի անի եւ գնա։ Այս մարդը դրսևորեց այնպիսի հավատք, որ Տիրոջը զարմացրեց։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք հավատում ենք Հիսուսին, Տերն էլ ասում է, որ ես այն աստվածներից չեմ, որ կուրքեր են, բերանուն են չեն խոսում, զորություն չկա, որ դրսևորեն։ Ես տիեզերքի արարիչն եմ, ես ամեն բան կարող եմ։ Այդ նշանակում է, որ մենք համաձայնվում ենք, որ մենք հավատում ենք ամենակարող Տիրոջը, որը եւ լսում է, եւ տեսնում է, եւ ներկա է։ Եվ երբ որ մենք աղոթում ենք, քիչ առաջ կարիքների համար էինք աղոթում։ Ոչ մի տարբերություն չկա, նույն Հիսուսն է, նույն զորությունով, որ այդ աղոթքներին պիտի պատասխանի, որքանով ենք մենք դրան հավատում։ Որովհետև սիրելիս Հիսուսին կարելի է զարմացնել կամ մեր հավատքով, կամ մեր անհավատությամբ։ Եվ երկրորդ պատմությունը, որի մասին ուզում եմ այսօր խոսել, դա անհավատության պատմությունն է։ Եվ այս անհավատության պատմությունը հեթանոսների հետ կապված չի, այլ կապված է Հիսուսի շատ սիրելի մարդկանց հետ։ Այն ընտանիքի հետ, որոնց ինքը շատ էր սիրում, այդ ընտանիքում լինում էր, սա Ղազարոսի քույրերի անհավատության պատմությունն է։ Երբ Ղազարոսը հիվանդանում է եւ մարդ են ուղարկում Հիսուսի մոտ ասելով Տեր, այն սիրելի հիվանդը, արի իր համար աղոթի, ինքը չի գնում։ Մի քանի օր էլ ավել ամնում, մինչև Ղազարոսը մեռնում է, ասում է հիմա գնանք, Ղազարոսը մեռավ, գնանք Ղազարոսին արթնացնենք։ Սկզբում ասում է ննջեց, աշակերտներն էլ ասում են, դե որ ննջեց կարթանա, էլի մենք գնում ենք ինչ անենք, ասում է Ղազարոսը մեռավ։ Այնտեղ մեկն էլ ասում է, դե ինչ, մենք էլ գնանք իր հետ մեռնենք, որտեվ Հիսուսին որոնում էին, որ սպանեն։ Եվ Հիսուսը ասում է, լավ է, ես ուրախ եմ, որ դուք ինձ հետ էիք, որ դուք տեսաք, որ ես այստեղ եմ։ Եվ գնում է։ Հիմա ինքը գնում է մարդկանց մոտ, ում տանը ժամանակ անցկացրել։ Մենք մի պատմություն գիտենք, որտեղ Մարիամը Հիսուսի ոտքերի մոտ էր նստած եւ լսում էր այն խոսքերը, որ Տերը քարոզում էր։ Ինքը գնում է իր սիրելիների տուն եւ գիտեք ինչի հետ է ինքը առնչվում, երբ որ ինքը մոտենում է։ Հալելույա։ Հովհաննես ավետարան 11-րդ գլխի 21-րդ խոսքից։ Մարթան գալիս է Տիրոջը ընդառաջ եւ տեսեք ինչ է ասում։ Եվ Մարթան ասեց Հիսուսին. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Ну, մի քիչ sense ոնց որ ցավացնելով էլի, դե չեկար, այստեղ որ լինեիր այդպիսի բան չէր պատահի, բայց դու չեկար։ Եղբայրս արդեն մահացավ։ Բայց շարունակությունը ինչա՞ դա դուր գալիս, տեսեք ինչ է ասում։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտա քեզ։ Այս խոսքերը ես չեմ ասում, Մարթան է ասում։ Այս խոսքերը հիշեք ոնց է ասում, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտա քեզ։ Եվ Հիսուսը նրան պատասխանեց. Քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան նրան ասեց. Գիտեմ, որ հարություն կառնի հարությունում հետին օրը։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը, թեև մեռնի էլ կապրի։ Եվ ամեն ով որ կենթանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես սրան։ Ամեն։ Ինքն էլ ասում ամեն։ Նրան ասեց. Այո, Տեր։ Ես հավատացել եմ, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր։ Երանի թե հավատացած լիներ։ Տերը ասում է, քո եղբայրը հարություն կառնի։ Գիտեք, ինքը եկել է, արդեն մահացած փաստը կա, եւ իրան ասում են Հիսուս մահացել է։ Հիսուսը գիտեք ինչ ասում է, նա հարություն է առնելու։ Հիմա տեսեք Մարթայի հավատքը։ Հավատում եմ, որ հարություն է առնելու։ Մենք ասենք շատ ռացիոնալ քրիստոնյաներ ենք, չէ՞, Աստծո խոսքը իմացող։ Վերջին օրը գիտեմ, կարդացել եմ, այն որ մի բան չես հավատում եւ ուզում ես քեզից մի քիչ հեռացնես, որ հիմա չլինի, թող մի քիչ հեռանա տեսնեմ ոնց է դա լինելու, էլի։ Հավատում եմ, վերջին օրում հարություն կառնի։ Հիսուսը ասում է, վերջին օրում չէ։ Ես խոսում եմ հիմա, որ ինձ հավատացողը թեև մեռնի կապրի։ Եվ նորից ասում է, հավատում եմ։ Սրան հավատում եմ, որ դու կենթանի Աստծո որդին ես, որովհետև մինչև այդ գիտեք ինչ էր ասում Հիսուսին, ասում էր, ես գիտեմ, որ ինչ որ դու Տիրոջից խնդրես, նա կանի։ Լավ ինչ պետք է խնդրեր Հիսուսը, շքեղ գերեզման,
Եթե դու չես հավատում, որ քո եղբորը հիմա Տերը պիտի հարություն տա, ինչին ես հավատում, ինչ պիտի աներ։ Տերը ասում է հարություն կառնի, ասում է, հա, գիտեմ, բայց հիմա չէ, էլի երևի չէ, հետո վերջին օրում, հարության օրում, այն ժամանակ բոլորն են հարություն առնելու եւ դատվելու են, որը դեպի մահ, որը դեպի կյանք։ Տերը ասում է, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապի, որովհետև ես եմ հարությունը եւ կյանքը, եւ այստեղ Մարթան իհարկե վերջնակետը դնում է մեր ամենների նման եւ ասում է, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը կենթանի Աստծո որդին, այսինքն հարց չկա իմ հավատքի հետ կապված։ Տերն ասում է, դե որ հարց չկա, գնա քրոջդ կանչի։ Ենթադրվում է, որ պիտի ինքն ու քուրը ուրախ գային ասեին, Տեր, երբ հարություն առնելու մեր աղբերը։ Չէ՞։ Գնում է կանչի, որ ինչ ասի։ Գնում է քրոջը կանչում, ասում է Տերը եկել է եւ քուրը գալիս է, գիտեք ինչ անում։ Կարդանք թե ինչ ասում Մարիամը։ Բայց երբ որ Մարիամը այնտեղը եկավ, որ Հիսուսն էր եւ տեսավ նրան, նրա ոտները ընկավ եւ ասեց նրան. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Նույն բանը, նույն տրտմությունով, որովհետև եղբայրը մեռած է։ Ենթադրվում է, չէ, որ երբ որ դու մեկին ասում ես գնա քրոջդ կանչի եւ իրեն ասում ես, որ եղբայրդ հարություն պիտի առնի, ենթադրվում է, չէ, որ ինքը պիտի գնա ասի, Տեր եկել է ու ասում է մեր եղբայրը հարություն առնելու։ Ես էլ ասեցի կարող է վերջին օրում, ասեց չէ, հիմա։ Ենթադրվում է, որ հենց այդպես էլ պիտի լիներ, բայց քույրը գալիս է եւ էսեն քույրը չէ, որ զբաղմունքի շատությունով գործ էր անում Հիսուսի համար եւ հոգեվոր բաժինը չէր ընտրել։ Սա այն քույրն էր, որը Հիսուսի ոտքերի մոտ նստած էր եւ ընտրել էր հոգեվոր բաժինը։ Եվ իրանից ակնկալիքները կարող էին մի քիչ ավելին լինել, որտեղ ինքը գոնե մի քիչ ավելի շատ էր լսել Հիսուսի խոսքերը եւ պիտի որ ավելի շատ ճանաչեր նրան։ Բայց ինքը գալիս է եւ ասում է նույն բանը, ինչ որ ասում էր իր քույրը։ Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Եվ շարունակության մեջ խոսքի Հիսուսն էլ երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում, եւ նրա հետ եկած հրեաներին էլ որ լաց են լինում, իր հոգով խռովվեց եւ հուզվեց։ Եվ ասեց. Ուր դրիք նրան։ Նրան ասեցին. Տեր, եկ եւ տես։ Հիսուսը արտասվեց։ Հրեաներն ասում էին. Տես ինչպես էր սիրում նրան, այսինքն Ղազարոսին։ Թանկագիններս, ի տարբերություն մեզ, Հիսուսը գիտեր, որ Ղազարոսին հարությունա տալու, չգիտեմ քանի վայրկյան կամ քանի րոպե անց։ Ինձ պարզ չի, դա տևեց րոպեներ, վայրկյաններ, ինչքան մոտ էին գերեզմանին, բայց ինքը մի բան հաստատ գիտեր, որ ինքը եկել է Ղազարոսին հարություն տալու։ Եվ ի տարբերություն մեզ ինքը բոլորովին չէր կասկածում, որ երբ որ Ղազարոսին ասի դուրս եք, տեսնես այդ Ղազարոսը դուրս կգա, թե տենց էլ մահացած կմնա։ Բոլորովին չէր կասկածում, ինքը գիտեր, որ հիմա Ղազարոսը պիտի հարություն առնի։ Հիմա որն է իմաստը 5 րոպե հետո, կամ այսպես մի վերցրեք էլի, սա որպես աստվածաբանական ճշմարտություն, ասենք թե 5 րոպե հետո հարություն առնող մարդու համար ինչու պետքա լաց լինես։ Իմաստը որն է։ Իմաստ չկա։ Հրեաները կարծում էին, թե Հիսուսը արտասվեց Ղազարոսի կորստի ցավի պատճառով։ Վայ Ղազարոս ջան, ափսոս որ դու մահացար։ Էլ ինչ պիտի անենք։ Հիսուսը բոլորովին դրա համար չարտասվեց, այլ հուզվեց եւ գրված արտասվեց իր թանկագին ու սիրելի մարդկանց անհավատության պատճառով, որ ասում են, թե հավատում են, բայց իրենց ողջ էությունով հակառակ բանն են ցույց տալիս։ Ասում են, թե մենք հավատում ենք, որ ինչ խնդրես Աստված կանի, բայց բոլորովին էլ չեն հավատում։ Եվ երբ Տերը ասում է քարը հեռացրեք, Մարթան գալիս է ու խորհուրդ է տալի, Տեր կարող է պետք չի, որտեվ արդեն 4-րդ օրն է, հոտած կլինի։ Ռացիոնալ խորհուրդ է տալիս Տիրոջը եւ այստեղ Տերը ավելի խիստ ասում է, չասեցի, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Եվ երկուսն էլ, թե Մարիամը, թե Մարթան ասում էին հետևյալը. Հիմա արդեն ուշ է Տեր, այ եթե դու այն ժամանակ գայիր, երբ քեզ խնդրել էինք, հիմա արդեն կյանքս անցավ, այ եթե դու այն ժամանակ իմ աղոթքներին պատասխանեիր, հիմա էլ ինչ, արդեն հետ եմ նայում կյանքիս մեծ մասը անցել է, էլ ինչ, էլ հիմա անես էլ երևի չգիտեմ, գիտեք շատ ժամանակ մենք հենց այդպես էլ վարվում ենք,
եւ տրտմեցնում մեր Տիրոջ սիրտը։ Որովհետեւ իրականում ինչ որ Հիսուսը ասում է, դա ճշմարտություն է։ Իրականում ճշմարտություն է։ Երբ որ ինքը ասում է, որ քեզ սիրում է, դա բացարձակ ճշմարտություն է։ Երբ որ Տերը ասում է, որ քո խնդրանքներին ինքը պատասխանելու է, որ ասում է խնդրեցեք եւ կտրվի, դա տիեզերական ճշմարտություն է։ Հալելույա։ Բայց ասում ենք, որ հավատում ենք, բայց մեր գործերով եւ կյանքով դրսևորում ենք համարյա նույն բանը, ինչ որ Մարթան ու Մարիամն էին անում։ Որովհետեւ մենք շատ ռացիոնալ քրիստոնյաներ ենք դարձել, իսկ Աստված շարունակում է մնալ գերբնական։ Եվ հիմա ասում է. Հայր գոհանում եմ քեզնից, սա նույն 11-րդ գլխում է, որ ինձ լսեցիր, եւ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ, եւ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ, եւ մեռելը դուրս եկավ, ոտքերը եւ ձեռքերը պատանով կապված եւ երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասեց. Արձակեք դրան եւ թողեք գնա։ Ոչ ոք այդտեղ գտնվողներից ոչ ոք իրականում չէր պատկերացնում, թե ով է իրենց կողքին կանգնած։ Ու տենց էլ մենք երբեմն չենք պատկերացնում, թե ինչ Աստծո ենք մենք հավատում։ Գիտեք, այս քարոզիչներ կան, չէ՞, որ մեկ-մեկ ասում են, հավատում ես, որ Հիսուսը ներկա է, դե մենք գիտենք, որ որտեղ 2 եւ 3 հոգի հավաքված լինեն, Հիսուսը խոստացել է, որ ինքը այնտեղ պիտի լինի, չէ՞, իր անունով։ Ու մենք մեխանիկորեն ինչ ենք անում, ամեն։ Մի անգամ ես այդպես չեմ անում, բայց ես դեմ չեմ այդ քարոզիչները, որ ասում են, լավ են անում, ճիշտ են ասում, Աստծո խոսքն է այդպես ասում։ Մի անգամ քարոզիչները հերթական անգամ ասեցին, դու հավատում ես, որ Հիսուսը այստեղ ներկա է, ես էլ ասեցի ամեն։ Ու հենց այդ պահին Սուրբ Հոգին հարցրեց. Դու իրոք հավատում ես, որ ես հիմա ներկա եմ։ Գիտեք, ես հենց նույն վարքյանին ապաշխարեցի, որովհետև առանց հավատալու մեխանիկորեն ամեն էի ասել։ Որովհետև եթե մենք հավատում ենք դրան, դա ինչ որ բան փոխում է մեր վերաբերմունքի մեջ։ Գիտեք, մենք ուրիշ ակնածանքով ենք լսում խոսքը, ուրիշ վերաբերմունք ենք դրսևորվում, որովհետև երբ որ մենք ասում ենք Տերը ներկա է, դա պիտի նշանակի, որ Տերը ներկա է։ Եվ մեր էությունը պիտի դրան արձագանք տա։ Որովհետև վստահաբար, եթե Տեր Հիսուսը ֆիզիկապես մտներ, մենք բոլորովին ուրիշ արձագանք պիտի տայինք, քան երբեմն տալիս ենք Աստծո տուն գնալիս։ Դրա համար, երբ որ դու ինչ որ բանի իրոք չես հավատում, ամեն մի ասա, որովհետև քո բոլոր ամենների համար պիտի պատասխան տաս։ Ես հենց այդ վարքյանին ապաշխարեցի։ Փառք Աստծուն այդ հնարավորության համար, որ Սուրբ Հոգին խոսեց իմ սրտի հետ, որովհետև կարող է տենց կյանքը շարունակվի, ու սկսեցի մեխանիկորեն բաներ ասեի, որոնց չէի հավատում։ Եվ չգիտեմ իմ կյանքը դա ուր կհասցներ։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ գրված է, որ Աբրահամը հավատաց, երբ որ 99 տարեկան էր։ 99 տարեկանում նա հավատաց, որ պիտի զավակ ունենա։ 23 տարի անհույս սպասումներից հետո։ Աբրահամի օրինակը բերում եմ նրա համար, որպեսզի մտածես, քո իրավիճակներն են ավելի անհուսալի, թե Աբրահամինը։ Ում իրավիճակն է ավելի անհուսալի 99 տարեկան մարդու, որին Տերը ասում է դու պիտի զավակ ունենաս եւ նա հավատում է, թե քեզ, որ ինչ որ իրավիճակների մեջ ես, ինչ որ խնդիրների մեջ ես եւ Աստված խոսք ա տվել, բայց դու չես կարողանում պատկերացնել, քո ռացիոնալ ուղեղը քեզ թույլ չի տալիս ընկալել, բայց դա ինչպես կարող է լինել։ Կարևոր չի դա ինչպես կարող է լինել, որովհետեւ դու չես, որ դա պիտի անես։ Տերն է դա անողը։ Կարևորը, որ նա խոսել է, որ նա արդեն ինչ-որ բան ասել է, իսկ եթե իրավիճակներիդ համար խոսք չունես, ամենակարևոր բանը, որ դու պիտի անես, ամեն բան թողնես, եթե պետքա ծոմերով Տիրոջից խոսք խնդրես, որովհետև Տիրոջ խոսքի վրա է գալիս նրա զորությունը։ Ամեն, փառք Տիրոջը, որովհետև Աստվածաշնչում հարյուրավոր եւ հազարավոր խոստմունքներ կան, եւ դրանցից ոչ մեկը չի կենթանանա մեր կյանքերում, եթե Տերը չի խոսել։ Դա ուղղակի գրված խոսքն է, բայց հերիք է մի խոսք,
որ Տերը քեզ ասում է, դա պայթում է քո ներսում, ամբողջ աշխարհը մի կողմ այդ մի խոսքը մի կողմ, դու գիտես, որ ինչ ուզում ա լինի, դա լինելու է, որովհետև Տերը խոսել է այդ խոսքը եւ այդ խոսքը կենթանացել է, որովհետև նա է խոսքերին կենթանություն ու զորություն տվող, ամեն։ Դրա համար քո ամենակարևոր խնդիրը քո պրոբլեմներից դուրս գալու համար առաջին բանը Տիրոջից խոսք ստանալն է, գնալու ասել, Տեր, ինչ ես անելու։ Հանելու ես ինձ այս վիճակից, թե թողելու ես ավելի խորանա, որտեվ Տերը կարող ասի մի քիչ եմ թողելու, հետդ գործ ունեմ։ Մի քիչ եմ կրակները թեժացնելու, որտեվ ընդ լիքը բաներ կա մեջդ, որ ուզում եմ վառեմ, ոչնչացնեմ։ Ինչ որ մեկին կարող ասի, քեզ որոշել եմ սպանեմ ընդհանրապես։ Քեզնից բան չի մնալու, քեզնից անունիդ առաջի տառնել չեմ թողելու, որ կարողանամ քեզ օգտագործեմ։ Ու դա բոլորովին հաճելի չի։ Բոլորովին մենք սիրում ենք օրհնությունները։ Մենք ասում ենք, «Օ, Տեր, իմ անձը խաչում եմ, տես ինչը դուրս չի գալի», բայց հենց որ Տերը գալիս է ուզում է մեզ խաչել, դա մեզ բոլորովին դուր չի գալիս։ Մենք դա մի օտար բան ենք համարում։ Եվ դրա համար սիրելիս, անչափ կարևոր է հարցնել Տիրոջը եւ լսել ինչ է ինքը ասում մեզ։ Ինչ է պատրաստվում անի մեր հետ, որովհետեւ Տերը ամբողջների Աստված չի։ Տերը անհատների Աստված է։ Տերը յուրաքանչյուրիդ Աստվածն է։ Եվ կապ չունի կողքինիդ կյանքում ինչ ա տիրում, քո կյանքում կարող է բոլորովին ուրիշ բան անել Տերը։ Եվ հիմա Աբրահամը հավատաց։ Ուզում եմ ասել, որ քո իրավիճակները անհուսալի են, մինչև այն պահը, երբ Տիրոջից խոսք ես ստանում։ Երբ արդեն խոսքը եկել է, քո իրավիճակները այլևս անհուսալի չեն։ Որովհետև եթե Աստված խոսել է, ոչ մի անհուսալի իրավիճակ չի կարող լինել։ Ոչ մի իրականություն, ոչ մի բան, ոչ մի ուրիշ զորություն չի կարող դրան հակառակ կանգնել, հալելույա։ Սակայն մարդի որդին գալիս, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Դրա համար էլ խոսքը ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի ինչպես երեխա, նա չի մտնի նրա մեջ։ Ղուկաս ավետարան 18-րդ գլխի 17-րդ խոսքում ասում։ Եվ բավականին ժամանակ է Տերը իմ ուշադրությունը հրավիրում է երեխաների հավատքի վրա, ինչպես են նրանք հավատում։ Գիտեք, մի անգամ իմ երրորդ դուստրը Մարիամը, որ հիմա փառաբանության մեջ ծառայում է Տիրոջը, շատ փոքր էր, այնքան փոքր էր, որ մեր ննջասենյակում էր քնում, եւ բոլորովին չէր սիրում, երբ լույսը անջատվում էր։ Ներողություն, եթե Մարիամը քնած չէր դեռ, եւ մենք լույսը անջատում էինք, սկսվում էր մի երկար պատմություն։ Պապա լույսը վառի, Մարիամ չեն վառելու, պապա լույսը վառի, չեն վառելու, ու տենց ես նախընտրում եի, որ ինքը արդեն քնած լինի, որովհետև եթե քնած չէր, դե մենք էլ հոգնած ենք ուզում ենք քնել, պիտի լույսը անջատենք։ Հենց անջատում էի, սկսվում էր։ Մի օր հերթական անգամ Մարիամը պապա լույսը վառի, ասի Մարիամ, չենք վառելու, հոգնած են, պիտի քնենք։ 3 անգամ ասեց պապա լույսը վառի, ասի, չեն վառելու, մեկ էլ մի պահ լռություն տիրեց, ասի լավ, տեղ հասավ։ Մեկ էլ մթության մեջ լսում եմ, մի որոշ պաուզայից հետո, պապա, ես էլ չհարցրեցի ինչ, ասի Մարիամիկ լույսը չի վառվելու եւ վերջ, ասեց պապա Հիսուսի անունով եմ ասում, գնա լույսը վառի։ Ես անկողնուց վեր կացա, կինս ասեց ինչ ես անում, ասի չլսեցի Հիսուսի անունով ասելա լույսը վառեմ, գնում եմ լույսը վառելու։ Գնացի լույսը վառեցի, պտտվեցի Մարիամիկի կողմը, նայում եմ գոհ, պարկածա տեղերի մեջ։ Ու իհարկե այդ մասին իրան չասի, որ գիտես Մարիամիկ ջան, աստվածաբանորեն այնքան էլ ճիշտ չի Հիսուսի անունով մարդկանց հրամաններ տալը, անգամ խնդրանքների տեսքով։ Ոչ մի բան էլ չասեցի, որովհետև իմ աղջիկը հավատում էր, որ ինքը այնպիսի անուն ա տվել, որ ով կամ ինչ կարող էր այդ անվանը հակառակ կանգնելու, լույսը պիտի վառվեր, հալելույա, ինքը հավատում էր դրան, և տենց էլ եղավ, ինքը մի գրամ չէր կասկածում, որ այդ լույսը վառվելու է, գիտեք, որն է երեխաների հավատքը, նրանք չեն երկմտում,
Նրանք հավատում են, որ երբ որ ասում ես դու սիրում ես իրեն, ինքը հենց այդպես էլ ընկալում է։ Ես քիչ առաջ ասացի, որ Աստված սիրում է քեզ։ Չգիտեմ դու ոնց ընկալեցիր։ Դու կարող ես մտածեցիր, թե Տեր ինձ սիրում է այն ժամանակ, երբ որ ես իդեալական սուրբ եմ, օրը 4 անգամ ծոմ եմ պահում, 5 անգամ խոսքը կարդում եմ եւ 3 ժամ լեզուներով աղոթքի մեջ եմ։ Ոչ։ Տերը քեզ սիրում է ամեն ժամանակ։ Երբ որ դու լավն ես եւ երբ որ ոչ այնքան։ Տերը միևնույնն է քեզ սիրում է։ Իհարկե չի ուզում, որ դու ոչ այնքան լավը լինես, ուզում է լավը դառնաս, բայց միևնույնն է քեզ սիրում է։ Երբ որ երեխաներին ասում ես, որ քեզ սիրում եմ, իրանք, չգիտեմ, այնտեղ չեն կասկածում, իսկ մենք, մեծերս, այնքան բան գիտենք, թե ինչու Աստված պիտի մեր աղոթքներին չպատասխանի, որ արդյունքը անհավատությունն է եւ իրականում չպատասխանված լինելը։ Այս փորձառության բալաստը կարելի է վերցնել ու դեն նետել եւ ուղղակի հավատալ, ինչպես երեխաներն են հավատում։ Հավատալ Աստծո մաքուր խոսքին, որ դա ճշմարիտ է։ Որ երբ որ ասում է խնդրեցեք եւ կտրվի, ուրեմն կտրվի։ Եվ էլ ոչ մի բան, աստվածաբանական ոչ մի գիտելիքներ, այս փորձառություն բան, մի բեր, մի պղտորի այդ հավատքը։ Թող այդ անաղարտ մանկական հավատ մնա, որտեվ Պապան ասել է, որ լինելու է, ուրեմն լինելու է, որտեվ Պապան սիրում է ինձ, որտեվ ինքը իմ երկնավոր հայրն է, եւ ինքը սիրող հայր է, հալելույա։ Գիտեք, մի անգամ մի պատմություն էլ իմ տղայի կյանքից կպատմեմ, կներեք, որ բոլոր պատմությունները իմ երեխաների կյանքից են, որովհետև ձեր երեխաների պատմությունը լավ չգիտեմ, դրա համար մի անգամ ամռանը մի քանի տարի առաջ էր, Հայաստանում սարսափելի շոկ ամառ էր, տապ, ամպի նշույլ չկա եւ տղաս եկավ ասեց, պապ ես անձրև եմ ուզում, դե ես էլ հոգևոր մարդ եմ, ոչ եմ ասելու, հələ երկնքին նա ինչ անձրև ինչ բան, ասի ուզում ես գնա աղոթի, ասենց արեց, ես աղոթելու կարիք չունեմ, ես արդեն հռչակել եմ, սուս նայեցի ասի, հա, արդեն հռչակել ես, լավ, երեկոյան այնպիսի հեղեղ բռնեց, որ այդ ջրահեռացումը քաղաքի պարալիզացվել էր, ուղղակի այդ ջուրը չէր հեռանում, այդ տենց մի հատ հեղեղ էր սկսվել, բայց ամպի նշույլ, ծվեն, մի հետք չկար եւ շանս էլ չկար, որ պիտի լինի։ Ես մի քիչ սենց ավելի զգուշորեն սկսեցի վերաբերվել տղայիս։ Միջև այդպես ասի, դե լավ, հռչակել ես, անլրջորեն։ Բայց դրանից հետո մի անգամ էլ մոտեցավ, ասեց ես անձրև եմ ուզում, արդեն ոչ այդքան անլրջորեն, ասի դե որ ուզում ես, գիտես էլի Ռոբ ջան ինչ պիտի անես, ասեց հա, արդեն հռչակել եմ, ասի լե տեսնեմ այսօր ինչ արնելու, հեղեղ։ 3 անգամ այս պատմությունը կրկնվեց եւ ես շատ ավելի լուրջ սկսեցի վերաբերվել իմ տղայի հավատքին, որտեվ հասկացա, որ ինքը հավատում է, ինքը ինչ ասում է դրան հավատում է, ինքը չի երկմտում մեր նման։ Չի ասում, ես հավատում եմ, Տեր, որ դու ես Քրիստոսը կենթանի Աստծո որդին, բայց դրանից մի վայրկյան հետո ասում է, գերեզմանի քարը մի հեռացրու, էլ արդեն հոտած կլինի։ Եվ այդ տարի ամռան վերջում մենք չգիտեինք հանգստանալու, կարողանալու ենք գնալ թե ոչ, եւ ամեն ինչ գնում էր նրան, որ չենք կարողանալու, բայց ցած ստացվեց։ Ամռան վերջին մենք գնացինք ընտանիքով ծովափ հանգստանալու եւ քանի որ դա շատ անակնկալ եղավ, Մարիամը չգիտեր աշխատավայրում զբաղված էր, ասեց կներեք ես չեմ կարող ձեզ միանալ եւ մենք Ռոբին ասացինք որ գնում ենք, ասեց ես համաձայն չեմ որ Մարիամը մեր հետ չգա, ես կաղոթեմ ու կխնդրեմ որ ինքը գա, ասինք աղոթի ու խնդրի ինչքան ուզում ես Ռոբ ջան եւ գնացինք առանց Մարիամի։ Հիմա ծովափում ամեն օր Ռոբը առավոտից իրիկուն ասում է, ես աղոթել եմ, Մարիամը գալու է, ես աղոթել եմ, Մարիամը գալու է, ամեն օր, ես ու կինս էլ չգիտենք ինչ անենք, ուզում ենք ասենք Ռոբ կլինի մեզ այդ մասին չասես, եկել ենք հանգստանանք դու, ինքը անդադ, ես աղոթել եմ, Մարիամը գալու է, համաձայն չեմ որ ինքը պիտի չգա, վերջը այս պատմությունը իմացան մեր ընկերները, որ նույնպես այդտեղ էին, ու զանգեցին մեզ ասում են լսեք հենց հիմա տոմս ենք ճարել թող Մարիամը արագ գնա օդանավակայան երեկոյան չվերթին ու միանգամից գա մենք էլ ասինք ահա Ռոբի աղոթքի պատասխանը եկավ զանգեցինք Մարիամին ասինք շտապ գնա օդանավակայան ասեց հայրիկ չեմ կարող ասինք ոչ չես կարող տոմսը կա ամեն ինչը կա գնա օդանավակայան ասեց ես քաղաքում չեմ մինչև հիմա այստեղից հասնեմ Երևան ինքնաթիռը կթռնի Եվ երբ բոլորիս համար արդեն պարզ էր,
որ այլևս ոչինչ չի կարող փոխվել, այդ իրավիճակում իմ տղան շարունակում էր ասել. բայց ես աղոթել եմ, ես խնդրել եմ։ Եվ գիտեք, այնց էր ասում, որ ես չէի կարողանում բառ ասել։ 2 օր կարծեմ այտենց ասեց ու ես արդեն մտածում էի բացատրեմ տղայիս, որ գիտես, դե մենք մեծիկներով գիտենք, չէ՞, ոնց այն որ չի ստացվում մեր կյանքերում ոնց արդարացնենք այդ իրավիճակը։ Գիտես, Աստծո կամքը գուցե չէր, որ Մարիամը հիմա գար։ Մենք պիտի միշտ հասկանանք, որ նա Աստծո կամքը, այսպես ուզում էի բան ասեի, բայց նայում էի երեսին ու չէի կարողանում ասել, որտեվ ասում էր, բայց ես աղոթել եմ, ես խնդրել եմ։ Ոնց կարողա չլինի։ Մինչև այն պահը չկարողացա բառ ասել, երբ 2 օր անց մեր հյուրանոցի սենյակի դուռը բացվեց ու Մարիամիկը ներս մտավ։ Ես ու կինս ապշած նայում էինք Մարիամի դեմքին և մտածում էինք, թե ինչ կարող է անել Աստված մի հոգու համար, որը հավատում է։ Սիրելիս, քանիսն եմ մեզանից, երբ ֆիզիկական իրավիճակները բոլորովին հակառակ պատկերն են ցույց տալիս, երեխաների նման ասում, բայց ես աղոթել եմ, բայց ես խնդրել եմ, ուրեմն չի կարող այլ բան լինել, որովհետև ես արդեն խնդրել եմ Աստծուն, քանիսը մեզանից։ Գիտեք, Աստված շատ ժամանակ երեխաների միջոցով մեզ դաս է տալիս, թե ինչպես պետք է հավատալ։ Հավատալ Աստծո ամենակարող գերբնական զորությանը։ Երբ իրավիճակները գոռում են իրենց հաղթանակի և մեր պարտության մասին, շարունակել հավատալ։ Շարունակել հավատալ և ասել ես շարունակելու եմ հավատալ, որովհետև Աստված իմ կողմից է, որովհետև նա խոստացել է։ Ես չգիտեմ ինչքան ժամանակ կպահանջվի, մինչև Տերը կփոխի այդ իրավիճակները, բայց եք միասին որոշենք հավատալ։ Ինչ-որ մեկը կասի, եղբայր, բայց կյանքս անցնում է, իսկ ես կասեմ, որ մինչև կյանքիս վերջ ես հնարավորություն ունեմ հավատալու և սպասելու Տիրոջ զորավոր ձեռքին, իմ կյանքիս և իմ իրավիճակներիս մեջ, և թող նրա անունը փառավորվի, մինչև կյանքիս վերջ ես ունեմ ժամանակ սպասելու Տիրոջը։ Սմիթ Վիգլսվորդը ասում էր, ես չեմ հիշում, որ կես ժամից ավել աղոթեմ, բայց նաև չեմ հիշում, որ կես ժամ առանց աղոթքի մնամ։ Ինքը խոսում էր իր աղոթքի երկարության մասին, բայց նաև ասում էր, թե ինչ պարբերությամբ է ինքը աղոթում։ Սմիթ Վիգլսվորդը դե իր կյանքում մեռելներ էին հարություն առնում, իսկ մենք այնքան զբաղված մարդիկ ենք, մենք արհեստական բանականության դարում ենք ապրում, մենք ինֆորմացիայի այնպիսի առատության դարում ենք ապրում, մենք զբաղված մարդիկ ենք, մենք հո Սմիթը չենք։ Սիրելիներ, հավատքի բանալին Հիսուսին մոտենալու մեջ է։ Մենք ասում ենք հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է, բայց եթե մենք Հիսուսին չմոտենանք, այդ խոսքը չի կենթանանա։ Գիտեք, մենք տարբեր պատճառներով, խնդրանքներով գալիս ենք Տիրոջ մոտ և դա նորմալ է։ Բայց հավատքը գիտեք երբ է դրսևորվում, երբ որ մենք գալիս ենք ասում ենք Տեր, ես գուցե հազարավոր խնդիրներ ունեմ և դու այդ մասին տեղյակ ես, որտև արդեն տարիներ շարունակ աղոթում եմ դրա համար և դրա լուծումը չեմ տեսնում։ Եվ իհարկե դու աղոթքներ լսող Աստված ես, ինչպես ձեր հովիվը ասեց, և դա բացարձակ ճշմարտություն է, բայց եկեք ընդունենք, որ կան աղոթքներ, որոնց պատասխանները բավականին երկար ժամանակ մենք չենք ստացել։ Մենք կարող ենք Մարթայի նման ասել, եթե իմ աղոթքներին այն ժամանակ պատասխանեիր, կամ կարող ենք մոտենալ Տիրոջը և ասել հետևյալը. Տեր, այո, ես ունեմ այս խնդիրները, ես ունեմ այս ճնշող իրավիճակները, բայց հիմա դրա համար չեմ եկել։ Հիմա ես ուղղակի եկել եմ քո ներկայության մեջ քեզ մոտենալու և քեզ ճանաչելու։ Եվ Հիսուսին ճանաչելիությունը հավատքի ամենակարևոր բանալին է։
Երբ մենք ամեն բան մի կողմ դրած ուղակի գալիս ենք Հիսուսին ճանաչելու, Աստծո խոսքը մեր կյանքերում կենթանանում է։ Աստծո զորությունը հոսում է մեր մեջ եւ մեր միջոցով։ Որովհետեւ Տեր Հիսուսը, գիտեք, դա անուն չի։ Դա անձ է, որին պիտի մոտենաս։ Ոչ թե իր անունով ինչ-որ բաներ անես ու ասես, այլ մոտենաս այդ անձին ու ասես Տեր եկել եմ քեզ ճանաչելու, ինչ է պետք, ինչ ես ուզում որ թողնեմ, ինչ ես ուզում որ ես փոխեմ, ինչից ես ուզում որ ես հրաժարվեմ, ինչպիսին ես ուզում որ ես դառնամ։ Ոչ թե շաբաթը մի անգամ եկեղեցի գաս եւ դուրս գալուց հետո անմիջապես մոռանաս քարոզի ինչի մասին էր ընկղմվելով քո խնդիրների հորձանուտի մեջ, այլ որպիսի Հիսուսը քեզ համար ավելի իրական դառնա, քան քեզ շրջապատող աշխարհն է, քան կողքիդ նստած եղբայրդ կամ քույրդ է, որովհետև Հիսուսը հենց իրական է, բայց դու ես որոշում, որքան մոտենաս Տիրոջը, դու ես որոշում, ինչքան թույլ տաս, որ Հիսուսը իրական դառնա քո կյանքում, եւ դա է, որ հավատք է բերում, Աստծո կենթանի ներկայությունը մեր կյանքերի մեջ երկնային հավատք է բերում, հալելույա, փառք Տիրոջը, հալելույա։ Գիտեք սիրելիներս, շատ եմ լսում, որ մարդիկ ասում են, ժամանակս չի հերիքում է ախր, ժամանակս չի հերիքում, այդ ինչ որ ասեցիր, շատ լավն է, բայց ժամանակս չի հերիքում, եւ իմ պատասխանը անփոփոխ է, 1 ժամ շուտ արթնացիր, որովհետեւ դու ավելի կարևոր ժամանակ չունես, որ պիտի տաս Տիրոջը, 1 ժամ շուտ արթնացիր։ Գիտեք, եղել են դեպքեր, որ ամեն բան թողել ենք ու կնոջս հետ ուղղակի բարձրացել ենք սարի գագաթ աղոտ քանելու, ոչ մի կոնկրետ խնդրանք, ուղղակի գնացել ենք Տիրոջ երեսը որոնելու։ Հալելույա։ Աստված սպասում է, թե երբ մենք իրականում կմոտենանք իրան, թե երբ դեն կգցենք այս փորձառաբար այդ հավաքած, չգիտեմ, գիտելիքները Հիսուսի մասին, շատերը Հիսուսին ճանաչելու փոխարեն Հիսուսի մասին գիտելիքներով են լցվում։ Գիտես, խոսում ես մարդու հետ, տեսնում ես լիքը բան գիտի Հիսուսի մասին, բայց Հիսուսին չգիտի։ Գիտելիք կա, լիքն է։ Այնքան կա, որ էլ Աստվածաշունչ չի էլ կարողանում կարդա։ Հոգին նենց է հարստացել գիտելիքով։ Իսկ Աստծո ճանաչելիությունը անդադար ծարավ է բերում։ Ինչքան Հիսուսին ճանաչում ես, այնքան ծարավում ես իրան ավելի մոտենալու, այնքան ավելի ուզում ես իրան ճանաչես։ Հալելույա։ Սա շատ թանկ է։ Ամենամեծ հարձակումը սիրելիս, որ ես տեսնում եմ մեր կյանքերի վրա, դա Աստծո հետ շփման ժամանակ չունենալն է։ Մեղքը չի, մնացած բաները չեն, այլ Աստծո հետ շփման ժամանակ չունենալն է։ Եթե սատանային հաջողվի եւ նա ամեն բան անելու է, որ դու չունենաս այդ ճշմարիտ շփման ժամանակը, եկեղեցու գալու ժամանակ կթողնի կամ չի թողնի, ամեն բան սկսվելու է նրանից, որ ինքը փորձելու է հեռացնել Աստծո հետ շփումը քո կյանքից։ Եթե դա նրան հաջողվեց, սիրելիս, կամ արդեն եթե հաջողվել է եւ դու այստեղ նստած ես եւ գիտես որ դա քո մասին է, մնացած բաները աղոթելու կամ խոսքը կարդալու ժամանակ չունենալը, մնացած բոլոր բաները ժամանակի հարց է, մեղքը, տրտունջը Աստծուց հեռանալը։ Գիտեք, թանկագիններ, ես ավելի քան վստահ եմ, որ Աստծուն դուր էր գալիս, երբ փոքրիկ երեխան չէր հանձնվում եւ ասում էր, բայց ես աղոթել եմ, ես խնդրել եմ։ Երբ փոքրիկ աղջիկը ասում էր Հիսուսի անունով լույսը վառի եւ ոչ մի կասկած չուներ,
որ հենց այդպես էլ պիտի լինի։ Մեր ողջ աստվածաբանությունը ոչ մի օգուտ չունի, եթե մենք այսպես չենք կարողանում հավատալ։ Հալելույա։ Թող փառաբանությունը գա։ Ու դրա համար Մարկոսի ավետարանի 11-րդ գլխի 22-րդ խոսքը, որ կարդում ես, ոնց որ չգիտեմ, այդ ինչ հավատքի հերոս պիտի լինես, որ այդպիսի բան անես։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. Աստծո հավատքն ունեցեք, որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասե, վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, կլինի նրան, կլինի ինչ որ ասե։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք, եւ կլինի ձեզ։ Գիտեք, սարը ծովը գցելու բանալին Տերը տալիս է հենց նույն խոսքի մեջ։ Գիտեք, որն է այդ բանալին, ասում է հավատացեք, որ ձեր խնդրանքը կլինի եւ կլինի ձեզ։ Իսկ չի լինում, որովհետեւ մենք ավելի շատ չենք հավատում մեր աղոթքներին, քան հավատում ենք։ Որովհետեւ Աստծո խոսքը բացարձակ ճշմարտություն է, որովհետեւ փոքրիկ երեխաները մի վարքյան չէին կասկածում, որ իրանց խնդրանքը լինելու է եւ անհավանական բան եղավ։ Որովհետեւ չէին կասկածում, որովհետեւ հավատում էին։ Եվ Տերը ասում է, դուք էլ, եթե ուզում եք, որ ձեր խնդրանքները լինեն, սկզբից հավատացեք, որ դա լինելու է։ Եվ ամբողջ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է վստահել Տիրոջը, սովորեցնում է ճանաչել նրա անսահման սերը ու վստահել նրան։ Եվ վերջում ուզում եմ մի բան ասեմ։ Մեր կյանքերում ամեն ժամանակ հավատքի վրա հարձակում կա։ Ես չգիտեմ Հիսուսի ասած ժամանակ այդ հարձակումը ինչպիսի ուժով, ինչպիսի զորությունով է լինելու, որ ինքը ասում է արդյոք հավատք կգտնեմ։ Բայց ես գիտեմ, որ Տերը մեր մեջ դրել է ոչ միայն դրան դիմակայելու զորություն իր Սուրբ Հոգին, այլ ջախջախելու ամեն հակառակություն, որ գալիս է մեր հավատքի վրա հարձակվելով։ Տերը այդ զորությունը արդեն մեր մեջ դրել է, իր Սուրբ Հոգու զորությունը, կենդանի Աստված իր զորությունով բնակվում է մեր մեջ։ Եվ ես հավատում եմ, որ մենք ունենք կարողություն դիմակայելու, ոչ միայն դիմակայելու այդ հարձակմանը, այլ ջախջախելու այդ հարձակումը Տիրոջ անվան իշխանությունով։ Եվ ուզում եմ ասել վերջում հետևյալը, դու հանձնվելու եւ չհավատալու 1000 պատճառ կարող ես ունենալ, բայց դու ես որոշում հանձնվել, թե շարունակել հավատալ, ընդունել քո պարտությունը, թե շարունակել հավատալ։ Եվ եթե ցանկանում ես, ես ուզում եմ ոտքի կանգնենք եւ աղոթքով մեր անձերը բերենք Տիրոջ առջև խնդրանքով, որպեսզի ինքը դարձնի մեզ այնպիսի մեկը, որ եթե պարզվի, որ Տիրոջ գալուստը մեր ժամանակների հարց է, նորից եմ ասում, ոչ ոք չգիտի, թե Տերը երբ է գալու, բայց եթե պարզվի, որ Տերը գալու է եւ մենք իրեն տեսնելու ենք, թող Տերն էլ մեր մեջ հավատք տեսնի։ Թող Տերը տեսնի այն հավատքը, որ ինքը իր գալուստի ժամանակ ուզում է տեսնել, հալելույա։ Իսկ եթե դա մեր ժամանակների խնդիր չի, միևնույն է, թող մենք դառնանք այնպիսի մեկը, որ երբ որ երկինք կգնանք, մեր հավատքը ուրախացնի Տիրոջ սիրտը։ Ամեն։ Հալելույա Տեր։ Մեր թանկագին եւ սիրելի Աստված։ Մենք փափագում ենք, մենք աղոթում ենք Տեր, մենք խնդրում ենք, որ դու օգնես մեզ լինելու հավատքի մարդիկ։ Որ երբ որ դու կգաս Տեր Հիսուս, դու մեր սրտերի մեջ տեսնես այն հավատքը, այն մանկական ապավինությունը, ոչ մի բանի առաջ չկանգնող,
ոչ մի բանի հետ չհամաձայնվող, այլ քեզ նայող եւ քեզ վստահող հավատքը, թող որ մեր սրտերում կենթանանա, թող որ զորանա եւ թող որ քո սիրտը ուրախացնի։ Դարձրու այստեղ գտնվող ամեն մեկին, որ հիմա իր սիրտը բացել է քո առջև եւ խնդրում է քեզ, դարձրու հավատքի մարդ, այնպիսի մարդ, որ դու կնայես եւ կուրախանաս, եւ նրանց խնդրանքները Տեր, որևէ հակառակություն չի կարող դրան դիմակայել, որովհետեւ ամեն խնդրելուց նրանք կհավատան, թե ում են դիմում, թե ով է այդ խնդրանքը անողը եւ կստանան իրենց խնդրանքները եւ թե իրենք կուրախանան եւ թե քո սիրտը կուրախացնեն մեր Տեր Հիսուսի անունով խնդրեցինք Հայր եւ թող օրհնյալ լինի քո մեծ ու սուրբ անունը ամեն Փառք Աստծուն Փառք Տիրոջը Փառք Տիրոջը Թող Աստված օգնի մեզ եւ զորացնի մեզ եւ ուզում եմ խոսքս ուղղել այն մարդկանց, ովքեր երբևէ այսպիսի եկեղեցում չեն եղել եւ երբևէ առիթ եւ հնարավորություն չեն ունեցել իրենց կյանքը Հիսուսին ընծայելու։ Կա այստեղ այդպիսի մարդ, որ առաջի անգամ է այստեղ։ Ուզում եմ ձեր ձեռքը տեսնեմ եւ մենք ողջունենք քեզ։ Ահա տեսնում եմ